Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հաճախապատում ճառեր։ Եթե ընտրություններ չլինեին Տիրոջից ըստ արդարության օրենքի, ի հայտ չէին գա առաքինությունների մտերմություններն ու քաջությունները, կխափանվեին նահատակների վկայությունները, որ դեպի երանելի կյանք են տանում, սուրբերը կզրկվեին կենդանի երանության ժառանգությունից, ինչպես նաև հոգեղենների զորքերը, որոնք Աստծո սիրո մեջ մնացին։ Ովքեր հեռացան Արարչի խնամքից, ահեղ դատավորից ընդունեցին պատիժները, որ հատուցում է ըստ արժանիքների, քանզի ասում է. արդարները կգնան դեպի հավիտենական կյանք, իսկ մեղավորները դեպի հավիտենական տանջանքներ։ Յուրաքանչյուրին աստվածային խոսքը հայտարարում է. եկեք, ասում է, իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք Աստծո արքայությունը, և գնացեք ինձանից անիծյալներ դեպի հավիտենական հուրը, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար։ Քանզի նախ հորդորում և կոչում է բարի գործերի, եկեք, ասում է ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես կհանգստացնեմ ձեզ։ Վերցրեք իմ լուծը ձեզ վրա, և սովորեք ինձանից հեզությունն ու խոնարհությունը, և հանգիստ կգտնեք ձեր հոգիների համար։ Եվ առաքյալն ասում է. նմանվեցեք Աստծուն ինչպես սիրելի որդիներ, և գնացեք սիրով, ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ և իր անձը մատնեց մեզ համար որպես պատարագ Աստծո։ Աստծո որդին իր ժառանգորդներ դարձրեց մարդկանց որդիներին և Սուրբ Հոգու շնորհները առատաբար սփռեց մեզ վրա։ Մեղավորներին բարերար բարբառով կանչեց խոստովանական ապաշխարության և հնազանդության ավետարանական կյանքին, որպեսզի լուսավոր ավազանով նորոգի հավատացյալներին իր հոր որդեգրության համար։ Նա, որ բնությամբ է որդի, շնորհով մեզ իրեն եղբայրներ դարձրեց և հոգուց ավազանով նորածնվածներին լուծարում է մեղքի արատն ու բիծը և ազատում չարի ծառայությունից։ Քանզի ովքեր ի Քրիստոս Հիսուս մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին, թե արու լինի և թե էգ, թե հրեա լինի և թե հեթանոս, թե ծառա լինի և թե ազատ, բոլորը մի են շնորհով Աստծո որդիներ և Քրիստոսի ժառանգագիցներ։ Ովքեր ամենասուրբ երրորդության պարգևներով, օրհնությամբ և քահանայական խորհրդագործությամբ իջան հոգևոր ավազանի արգանդը, ծնվում են որպես հոգովի Քրիստոս լուսավորվածներ, որդեգրվելով Քրիստոսի հորը ըստ Տիրոջ խոսքի, ստացեք Սուրբ Հոգին։ Քահանաները նրանով ունեն կապելու և արձակելու իշխանություն, քանզի մկրտվողին հրաժարեցնում են սատանայից և առաջնորդում մեռնելու մեղքերի համար, որպեսզի այլևս մեղքով չապրեն երկրի վրա։ Ինչպես մեռածն է լռում բոլոր երկրավոր ունակություններից, նույնպես էլ մկրտվածը պետք է մեռած լինի մեղքերի համար և կենդանի արդարության, քանզի սուրբ երրորդության շնորհներով ստանում է Քրիստոսի նմանությունը։ Այնուհետև պետք է խորել վերինը ըստ ավետարանի ճշմարիտ քարոզության և անմահ թագավորի հաճության, արդար, ճշմարիտ և սուրբ վարքով հասնել անմահ կյանքի օթևաններին, որի Քրիստոս Հիսուս է։ Այսպես է հոգևոր ավազանի վերստին ծնունդը, որ ամենասուրբ երրորդության շնորհով և մարդասիրությամբ ախտավոր ծնունդը վերաստեղծում է առանց ախտի, որոնք ոչ արյունից, ասում է, ոչ մարմնի կամքից և ոչ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին, որպես առհավատչա Քրիստոսի ժառանգության մեջ։ Այսպես Աստծո որդիները ծնվում են Աստծո որդու նմանությամբ,
դառնում ճշմարտության վկայողներ նեղության եւ անդորժի մեջ եւ ուղիղ սրտով, ուղղափառ խոստովանությամբ անսասանելի մնում Աստծո սիրո մեջ եւ որդիներն անճար շնորներով ընծայվում են կենսատու երկնավոր խորը։ Եվ այնուհետ Աստծո գործն են կատարում եւ նրա կամքն իրագործում ըստ բարերարի երախտիքի եւ արարչի շնորհով կցորդակից լինում երկնավոր զորքերին, սպասավորելու մարդկանց, ովքեր ժառանգելու են հավիտենական փրկությունն ի Քրիստոս։ Եվ ինչպես Աստծո որդին մարդու որդի դարձավ եւ հագավ մեր բնությունը եւ հոգով ու մարմնով կատարեց ամենայն արդարությունը, այնպես էլ մենք հագնենք ճշմարտությունը եւ կատարենք ամենայն արդարությունն ի Քրիստոս, որպեսզի Աստծո որդիներ եւ Աստծուն սիրողներ լինենք։ Աստծո որդին կամովի մարմնացավ եւ հանձնարավ մեր մարդկային բնության բոլոր կարիքները, բացի մեղքից։ Նույնպես թող մենք Աստվածեղեն զորությամբ անցնենք բոլոր կրքերի միջով առանց հանցման, որպեսզի կարող լինենք հասնել Քրիստոսի նվիրագործության հասակի չափին եւ այնպես Աստծո կերպարանքով ճշմարտացած ժառանգենք Քրիստոսի արքայությունը։ Եվ մեզ մշտապես պետք է ավետարանի դաստիարակությունը, որ ուսուցանում է մեզ առաքինության օրենքով, որպեսզի խրամարկվելով Սուրբ Հոգու շնորհներից սուրբ սրտով, ուղղափառ հավատով առ Աստված եւ ճշմարտությամբ աճեցնենք արդարության պտուղները։ Եվ Աստծո նախախնամական սիրո տեսչությամբ միշտ արթուն եւ սթափ լինենք բանսարկուի պատրանքների նկատմամբ։ Եվ ձգտենք հաստատուն հույսով եւ առաքինությամբ, սուրբ վարքով, մաքուր հոգով եւ մարմնով հասնել խաղաղության նավահանգստին, հավիտենական կյանքին եւ անպատում բարիքներին, որ Աստծո անճար սիրով պատրաստվեց սուրբերի համար։ Եվ ինչպես այս արեգակը, որ լուսավորում է երկիրը եւ նրա վրա գտնվող արարածներին, որ ապրում են ծովում ու ցամաքի վրա, այնպես էլ ճշմարիտ հավատքի խոսքը եւ սրբությունը լուսավորում են Աստծուն ցանկացողների միտքը։ Եվ երկնավորներն ու երկրավորները, հրեշտակներն ու մարդիկ, անձնիշխան կամքով եւ Սուրբ Հոգու շնորհներով ճշմարտության ուսուցիչներ եղան ճշմարիտ գիտությամբ եւ անմոլար իմաստությամբ ըստ օրենքի արդարության։ Եվ այնպես առաջնորդվելով երրորդության լույսով, ստույգ պատմություններով, արարչական էությամբ, արեգակի լույսի պես լցրեցին երկիրը եւ երկինքը ճառագայթներով, երկնավորների եւ երկրավորների կյանքի եւ փառքի համար։ Իսկ Սատանան, որ իր կարծիքով կամեցավ աստվածանալ, իրեն տեսնել պայծառության մեջ եւ հպարտացավ, վրիպեց փառքից ու վայր ընկավ պատվից, եւ ապա որսած մարդկանց կորստյան մատնելու եւ սնոտի հույսով թյուրելով մոլության հոգով Աստծո սիրուց գցեց ամբարշտության պես ցանկությունների մեջ։ Իսկ եթե մեկն ասի, ինչպես Աստված թույլ տվեց Սատանային այնքան տարածելու մոլորության անօրենությունները, իմացիր, որ մարդիկ եւ հրեշտակները Աստծուց շնորհված իշխանական կամք ունեն, որպեսզի ընտիրները Երևան գան նրանց մեջ եւ ըստ արժանիքների բոլոր արարածների արարչից ժամանակին ստանան հատուցումը, փառքը եւ տանջանքները։ Քանզի ինչպես մահը թագավորեց Ադամի հանցանքի միջոցով, այնպես էլ Սատանան մեղավորների վրա տիրեց, քանզի մարդիկ, ասում է, սիրեցին մոլորությունը, որի համար Աստված մոլորության ազդեցություն ուղարկեց նրանց վրա, որպեսզի դատապարտվեն, քանզի համաձայնեցին չարի հետ։ Սակայն իսպար չթողեց արարածներին իր նախախնամական սիրուց, այլ ուղարկեց իր որդուն, որ եկավ այս աշխարհ փրկելու մեղավորներին Սատանայի ծառայությունից եւ հավատքով հաստատելու Աստծո որդու փառքի ազատության մեջ։ Փրկչի գալստյամբ լուծարվեց Սատանայի բռնությունը մարդկանց որդիներից, որ տիրում էր մեղքով,
Եվ սուրբ երրորդության հանդեպ հավատքի շնորհներով պիտի թագավորեն, թողություն գտնելով լուսավոր ավազանով, Քրիստոսի մարմնով եւ արյամբ, Սուրբ Հոգու ընդունելությամբ, որ աղբյուրաբար բաշխեց շնորհներն արարածներին, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով արդարացած հավատքով պահենք խաղաղությունն առ Աստված, որպես ժառանգության առհավատչյա, որպեսզի իր կամավոր խաչելությամբ նորոգի մեզ անեղծ փառքով եւ մահով լուծարեց մահը եւ իր հարությամբ մեզ հարություն տվեց մեղքի մեռելությունից, որպեսզի մենք հարության հույսով հարատևենք կյանքի նորոգության մեջ ի փառս ամենասուրբ երրորդության, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։